Իսկ ես հիմա ուզում եմ խոսել Սևանա Գաթրի անունով մեկ հերոստա հաղորդավար է, ճանաչված անձնավորություն է, 20 տարուց ավել NBC ալիքով այդտեղ աշխատում է, իր մայրը 84 տարեկան Արիզոնայում միայնակ է ապրում, անհետացել է այս կինը տեղեր է վերցնում, հետո սրտի համար այս pacemaker գոյություն ունի, pacemaker ունի եւ դա աշխատանքից ընկած է, հիմա մտահոգված փնտրում են իրենց, ես դա ինչ որ ուզում եմ ձեզ ցուցադրել այստեղ, տեսնում եք ոստիկանությունը ման է գալիս անգամ շներով եւ անգամ FBI-ը օգնում է, FBI-ը նման հարցերին շատ է մասնակցել, եկել է Արիզոնա օգնում է, որպեսզի այս կնոջ ինչ որ տեսնում եք Նանսի Գաթրիին կարողանան գտնել եւ օգնում է ուրեմն FBI-ն այդ շրջանի ոստիկանությանը հիմա իր մայրիկի հետ է հաղորդավար ձախում տեսնում եք իր մայրիկի հետ է հելիկոպտերով եւ այսպես տարօրինակ մեկ անգամից անհետացել է եւ Թրամփը անգամ զանգարել է այս կնոջը իհարկե ոմանք ասում են որ մեկը նամակ է գրել կամ մի խումբ նամակ է գրել եւ ասել են գումար տվեք որպեսզի այս կնոջը ազատենք բայց սա հաստատված չի տեսնում եք այդտեղ unverified գրված է եւ ամենայն դեպս sheriff department-ը այդ շրջանի ասում է որ ով տեղեկություններ ունի իրենց ուրեմն տեղյակ պահեն Նանսի Գաթրին ասացի ամեն օր տեղեր օգտագործում 24 եթե 24 ժամ չօգտվի այնպես տեղեր են որ կարող է մահվան պատճառը լինի այս անձնավորությանը եւ երբ զանգարում են այսինքն մեկ աֆիսերներից մեկը զանգարում է օրինակ որպեսզի իմանա ասում է ով է ինչ է ուրեմն police station-ի միջից իրեն պատասխանում են որ 84 տարեկան է հագուստը անհայտ է եւ քայլող է բայց ձեռնափայտով այստեղ տեսնում եք ինչ որ քիչ առաջ ասացի բարձր ճնշում ունի սրտի աշխատանքի համար pacemaker ունի եւ սրտի խնդիրներ ունի եւ քանի օր է ուրեմն տեղը չի կարում տեսնում եք իր ընտանիքի անդամների հետ եք տեսնում նախագահ Թրամփ ասել է այդ հաղորդավարի հետ Սևանա Գաթրի հետ խոսել է եւ ասել է ինչ որ հարկավոր է ինքը կանի կօգնի որպեսզի գտնեն այդ կնոջը այստեղ տեսնում եք նամակներ ուրիշ մարդիկ որ ասում են օգնեք ամենայն դեպս 84 տարեկան է բոյի չափն է տալիս սպիտակին է եւ ինչ որ ասացի խնդիրներ ունի այս կնիկը հիմա փնտրում են Արիզոնա այդ շրջանը ասում եմ արյուն է կաթիլ է գտերեն իր արյունը գտեն դրան մոտ իր տան առաջը գտեն են այդպես եւ ինչ որ ասացի այդ pacemaker-ը աշխատանքից ընկած է կամ անջատեր են sheriff department-ը ասում է սխալ տեղեկություններ են ոմանք տալիս բայց դա չի օգնում մեզ մենք որևէ կասկածելի մարդ դեռ չկա որ մենք կասկածում ենք եւ հերոստալիքը ինչ որ իր դուստրը աշխատում է ասում է թվում է ասել են նամակներ կա այստեղ աչում իր դուստրին եք տեսնում ծախում մոտիկ անձնավորություն այդ կնոջը որ երկուսն էլ բոլորին խնդրում են այդ տարածքում որ եթե լուր ունեն ուրեմն police department զանգեն ու որպես կարողանան այս կնոջը գտնեն
ես հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել սպանությունները ինչ որ տեղի ունենի Մինեսոտայում երբ որ Immigration-ի ոստիկանությունը գնում է այդ քաղաքը հունվարի 7-ին, հետո հունվարի 19-ին մոտավորապես 12 օր այդ ժամանակա ընթացքում մի կին եմ անում, հետո մի տղամարդ եմ անում, այդ կինը 3 երեխա ուներ, որ գնում է մխրճվում այդ Immigration-ի ոստիկանություն, երբ գնում է ձերբակալելու, գնում է այդտեղ կանգնում է մեքենայով եւ ինքը այդպես է ուզում էր մեղմացնել վիճակը, բայց ամենայն դեպս մի ոստիկան իր վրա կրակում է։ Իսկ հաջորդը մի երիտասարդ էլի 37 տարեկան, որը նրս է, հիվանդանոցում գործում է, surgical nurse, այնտեղ որ վիրահատություն են կատարում գործում է, նա նաև գալիս է նկարում է։ Իսկ այստեղ Մինեսոտայում, Minneapolis, Մինեսոտայում ատրճանակ կրելը օրինական է, եթե դուք ունեք լայսենս, եթե դուք գնացել եք թույլտվություն եք վերցրել, ատրճանակ եք ձեզ հետ կրում, այդտեղ ազատ է։ Ամենայն դեպս այս անձնավորությունը ոստիկանը ատրճանակը դրել էր այստեղ մեջքին եւ միայն նկարում էր, այսինքն ատրճանակի հետ կապ չուներ։ Ամենայն դեպս իրեն վայր են գցում ատրճանակը մեկը վերցնում է, երկու ուրիշ ոստիկաններ իր վրա կրակում են եւ մահանում այս 37 տարեկան նրսը։ Բայց ի տարբերություն առաջին անձնավորությանը, այս 37 տարեկան նրսը հրյա է լինում։ Հրյական կազմակերպությունները, գիտեք, շատ կազմակերպված են, ճնշում են, բանացնում նախագահից սկսված մինչև որևէ ընտրյալ մարդ, որևէ անձ, որ մի բան է այսպես կատարում եւ ցանկություն են, որ այս հարցը տեսնեն ինչպես եղավ, ուրեմն այդ պիսով խիստ ճնշում եղավ, որ անգամ նախագահ Թրամփի վրա, որ հրաման տվեց, որ ավել մեղմորեն վերվեն մի ոստիկան, որ գլխավոր ղեկավարը այս ոստիկանությանը, Immigration-ի եւ Border Patrol-ի ոստիկաններին փոխեցին հարավային սահմանի ցարին կամ զարին վերին նրան նշանակեցին եւ ինքը առաջին անգամ ասելով ասավ 700 հատ այս Immigration-ի եւ Custom Service-ի ոստիկաններին այդ շրջանից կհանենք եւ սկսեցին համագործակցել նահանգապետի հետ Մինեսոտայի եւ քաղաքապետի հետ Minneapolis, որ այս երկու սպանությունը եղել է։ Դա ինչ որ ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, այստեղ տեսնում եք այս ժողովուրդն է որ դուրս էր գալիս այդ ժամանակ հունվար 20, սա այդ կինն է ինչ որ 37 տարեկան եւ այդ տղամարդն է որ Pretty անունով, մյուսը Good անունով էր, սա Homan անունով սահմանի ցարն է, ինչ նախագահի նշանակված փորձառու անձնավորություն է եւ գալիս է այսպես հիմա մասամբ մեղմացրել է վիճակը այդ քաղաքում 2000 հիմա ոստիկաններ այնտեղ կան եւ մինչ հիմա 4000 հոգու այդտեղ ձերբակալել են, այսինքն որպեսզի երկրից վտարեն։ Հիմա մի տարօրինակ դեպք պատահեց այսօր եւ այն այսը որ դատարան գնացել են, ուրեմն Department of Homeland Security-ից այդ կազմակերպություն կամ նախարարությունը ինչ որ անձիկին ձերբակալում են, այդ դատավարության ժամանակ դատավորը ասում է այս department-ի կամ այդ նախարարության փաստաբան ինչ որ ներկայացել էր, ասում է որ դուք սխալ մարդկանց ձերբակալում եք եւ այս դատարանին հրամանին չեք հետևում, երբ որ ես հրաման եմ տվել որ իրենց պիտի ազատեք, նրանք որ wrongfully, տեսնում եք սխալ ձերբակալեք, այսպես գնում են եւ անձերին ձերբակալում են, եթե թղթեր հետը չունի տանում են։ Ուրեմն այդ փաստաբանը կառավարություն ուղարկել է մեկ փաստաբան US Attorney's Office ասում է որ
ես աշխատում եմ որ immigration-ի եւ custom enforcement-ի անձիկին սա կառավարության փաստաբանն է ասում որ հետևեն օրենքին judicial orders որպեսի եւ ճիշտ նմանում է ատամը հանելու նման է չեն լսում սա կառավարության փաստաբանն է ինչ ասում է դատավորին ասում է ինչ ես ուզում անեմ այս սիստեմը սխալ է տեսնում եք սաքս ասել է եւ այս աշխատանքը ինչ որ ես անում եմ զզվելի է կամ սխալ աշխատանք է ինչ կառավարության փաստաբանն է ասում եւ զարմացնում է բոլորին եւ Julie Lay տեսնում եք իր անունը US Attorney's Office փաստաբանը եւ ասում է Երանի որ ես ուրեմն դատարանի հրամանը չեմ լսել պարոն դատավոր տեսնում եք Your Honor դատավորին ասում է եւ դու եթե հույս ունեմ որ ինձ 24 ժամ բանդարկես որ ես կարողանամ գնամ քնեմ ասում է կառավարության փաստաբանն է այս ասում եւ իհարկե նախագահ Թրամփը հրաման է տալիս որ այս անձին այդ աշխատանքից հեռացնեն ավել օֆիսային այս փաստաբանին օֆիսային աշխատանքներ տան որ տարօրինակ է որ մեկը գնացել է եւ ինքը այսպես հոգնեն է այս մարդկանց տանել դատարան անգամ անմեղ մարդու դատարան տանեն ինչ որ ձերբակալել են immigration-ի ոստիկանությունը ես մի դաթար վերցնեմ երբ որ վերադառնամ դաթարից Ջեֆրի Էփստեյնի մասին Բիլ Գեյթի մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է Burbank Adult School-ն է հովանավորում Burbank-ում է գտնվում Burbank Adult School-ը Կալիֆոռնիայի նահանգը վճարում է եւ որ եթե դուք ցանկություն ունեք այս դասավանդումներին անվճար մասնակցեք Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը իրենց տեղատունը գտնվում է Կալիֆոռնիա փողոցի վրա է իսկ ես մոտարապես մի ամիս է ասում եմ նոր կենտրոնը բաց են անելու Sunland քաղաքում երկուշաբթի գալիք երկուշաբթի օրվանից տեղատունը աշխատելու է ուրեմն Central Avenue Pharmacy իրենց երկրորդ մասնաճյուղը այս գալիք երկուշաբթի օր աշխատում է կարող եք դուք զանգահարեք իրենց հեռախոսը այդ Sunland-ի տեղատանը այստեղ գրված է ձեզ մոտ նշանակեք այցելեք տեղատուն իրենց բարի գալուստ ասեք ձեր շրջանը երևի եւ ձեր տեղերը զանգահարեք այստեղից որ իրենք կբերեն ձեր տանը կհասցնեն ձեր տեղերը Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը սա հեռախոսահամարն է փաստաբանի եթե ձեր տանը մրջուն միջատ եւ մուկա չպիտի այդպես լինի դուք մաքուր բնակարան ձեզ վարձու եթե դուք վարձակալ եք չպիտի այդպես լինի զանգարեք այս հեռախոսահամարին եւ եթե հաջողի հատուցում վերցնի ձեզ հետո իրեն կվճարեք նախնական երբ որ ասինքն իրենց հետ խոսեք դուք ոչինչ չեք վճարում մինչև դատավարությունը ավարտվի ծրագիրը հովանավորում է Orange Shipping հովանավորում է ծրագիրը Orange Shipping այստեղ տեսնում եք գտնվում է Sherman Way North Hollywood-ում մի ծանոթ ցանցնեք երկրորդը կես գնով կտանեն Հայաստան մի փանդը $2.99 է սա արդեն իջեցրած է $2.99 եւ եթե գումար ուղարկեք մի տոկոս եք վճարում տեսնում եք այստեղ կվերադառնա Ես ձեզ հաղորդել էի որ մեծահարուստ բիլիոնատեր Ջեֆրի Էփստեյն որը ինքը երիտասարդ աղջիկների հետ էր միայն շփվում սեռային հարաբերություններ ունենում հետո մեծահարուստներին նաև կանչում էր ինքը ռիզորտ ունի տարբեր տեղեր մեծահարուստներին կանչում էր այդ մեծահարուստներից մեկը Բիլ Գեյթսը մի ժամանակ աշխարհի ամենամեծահարուստը հիմա նաև երրորդ չորրորդ ամենամեծահարուստ անձնավորությունն է որ
այսօր ներողություն էր խնդրում։ Իհարկե ինքը ոչինչ չի արել այդ աղջիկների հետ, բայց այդ Ջեֆրի Էփստինը ասում է, որ իրեն մոտեցել էր, որ բիզնես սկսել իր հետ, բայց հետո չի լինում, հեռանում է, բայց իրեն այցելություն էր տվել իրեն Նյու Յորքի աշտարակում հանդիպել էր, բայց ասում էր ես չէի ճանաչում եւ հիմա ներողություն եմ խնդրում։ Նաեւ իր կնոջն են հարցնում, կնոջից բաժանվերն է Բիլ Գեյթը, իր կինը բաժանվեց, որովհետեւ ինքը տարբեր կանանց այդ մարդուն վերաբերող չեմ խոսում, բայց ինքը ուրիշ կանանց հետ հարաբերություններ ունեցա, ամենայն դեպս բաժանվում են Մելինդա Գեյթսը բաժանվում է Բիլ Գեյթսից, ուրեմն տարբեր կյանք ունեն։ Ամենայն դեպս Բիլ Գեյթը ներողություն խնդրեց, իսկ Մելինդա Գեյթը տեսնենք ինչ է այսօր նաև ասեն էր Բիլ Գեյթը, սա Ջեֆրի Էփստինին եք տեսնում, որ ինքնասպան եղավ բանդում։ Այստեղ նորից Բիլ Գեյթին եք տեսնում, որ ասում է ես միայն ինձ հրավիրել է որպեսզի բիզնեսը սկսենք միասին, բայց ես հարմար չտեսա։ Իր կնոջն եք տեսնում, Բիլ Գեյթի կնոջը, ասում է հիմա այս հարցերը բարձրացել է ինձ վատ հուշեր է ինձ համար բերում, երբ որ ամուսնացած էի, տեսնում եք այստեղ Մելինդա Ֆրենչ Գեյթ, այդ իր կինն էր, որ բաժանվել է Բիլ Գեյթսից, բայց երբ որ իմացել է գնացել է անգամ հանդիպել ասում է հիմա մինակ այդ չի որ Ջեֆրի Էփստինը սա Անգլիայի նախկին թագուհի կամ հիմա թագավորի եղբայրն է, որ տեսնում եք այդ Ջեֆրի Էփստինը իրեն ծանոթացրել է մի պատանի աղջկա, ինքը այսպես ուրախությամբ իհարկե ինքը հերքեր էր, որ ես որևէ կնոջ աղջկա անչափահասի հետ հարաբերություն չեմ ունեցել։ Այստեղ այսօր հարցնում էին թագավորի կնոջ, թագուհուն հարցում են, որ ինչ կասի Էփստինի մասին, որ ամուսնուտ եղբայրը, այսինքն թագավորի եղբայրը ինչ կասես այդ մասին, որ հիմա ավել, որովհետև 3 միլիոն ֆայլ է Էփստինի կառավարությունը բացահայտեց այդպես, ինքը թագավորը ասել է եղբոր, որ պետք է գնա, պալատի մեջ էր ապրում, ասել է գնա, բայց իրեն անձնական բնակարան ունի, սեփական բնակարան ունի, թույլ է տվել թագավորը Անգլիայի աչում տեսնում եք իր եղբորը ծախում, որ գնա այնտեղ բնակվի, որովհետև թագավորական պալատները կառավարություն Անգլիայի վճարում է։ Տեսնում եք այստեղ Ջեֆրի Էփստինին եք տեսնում, թագավորի եղբայրը Ջեֆրի Էփստինը, որ շատ մտերիմ են եղել երկար տարիներ, որովհետև սպասարկում էր աղջիկներ էր բերում թագավորի եղբոր հետ ծանոթանան եւ հարաբերություն ունենա, այսպես բոլորը այստեղ անցյալում իհարկե 2019 թվին, երբ որ Ջեֆրի Էփստինը մահացավ, ասավ սուտ է, ես կապ չունեմ, բայց հիմա տեսնում են բոլոր կա։ Այստեղ Բիլ Գեյթս եւ իր կինը Մելինդա Գեյթսին եք տեսնում, որ ասացի ինքը շատ ասում է ահավոր կյանք եմ ունեցել, երբ որ իր հետ ապրում էի, որովհետև ինքը ուրիշների հետ հարաբերություն էր, բայց միշտ այսպես չի բացահայտել կինը կամ ինքը չէին բացահայտել, որ տարբեր կանանց հետ հարաբերություն ունեցել եւ դրա համար ինքը շատ բարկացած անհանգստացած է։ Ես եմ շարունակել հիմա խոսել մեկ լաբորատուար, մեկ այսինքն Չինաստանից եկող մեկը գալիս է այստեղ իր բնակարանում լաբորատուար է սարքում, որ թմրեցուցիչներ կամ ուրիշ բաներ պատրաստեն։ Այնքան այդ լաբորատուարը այս թունավոր գազեր է առաջարկում, աշխատողները գալիս են, ուրեմն վարձել են մեկ բնակարան, որովհետև եթե իրեն բնակարան, գիտեք այս Airbnb, որ բնակարանները վարձու տալիս, մարդիկ այսեն վարձում են, հետո թողնում են, գնում են, ուրեմն վերջանում է այդ հարցը, մինչև հասկանա պոլիսը, այստեղ դրագ են պատրաստում եւ այլն, մի քանի ամիս կատարում են, մեծ քանակով պատրաստում են, հետո վերցնում են, գնում են, էլ այդ
պատրաստելու աշխատանքին կարիք չունեն, այդ տնից գնացել են։ Եթե միշտ փոլիսը կամ ինչ որ լինում է, ամիսներ տևում է մինչև անդրադառնան, որ անօրինական աշխատանք է տեղի ունենում, թմրեցուցիչ են վաճառում կամ պատրաստում, դրանք ամիսներ տևում է։ Ուրեմն թվում է, որ այս եկեն են, հիմա ես այստեղ ուզում եմ ցույց տալ, տեսնում եք լաբորատուարը խիստ աշխատում են, այնքան թունավոր գազեր է արձակվում այդ տարածքում, որ աշխատողները անգամ չեն կարողանում աշխատեն, եւ այստեղ տեսնում եք employees, այդտեղ տեսնում եք, որ մահացու հիվանդություններ են ունենում, երբ որ մտնում են այդ տանը եւ գարաժը այդ տան մեջ, որ աշխատում են այս թունավոր գազերի վրա, որ հետո դրակ պատրաստեն կամ ուրիշ, ուրեմն այսպես մեկ այդ աշխատողներից երբ որ մտնում է գարաժը 5 օր հիվանդ է լինում եւ չի կարողանում անգամ մահճակալից դուրս գա, այդքան վատ է զգում իրեն, այդպես վիճակ էր, ամենայն դեպս հիմա ձերբակալեն են, տեսնում եք, նորմալ մեկ տուն վարձեն են, բնակարան վարձեն են եւ այդ աշխատանք կատարում են այդտեղ, ինչ որ ասացի Airbnb-ին, ամեն տեղ բնակարան վարձու է տալիս, սա անձն է, որ կազմակերպեն այդ բոլոր այդ աշխատանքը եւ ձերբակալեն են Լաս Վեգասում, կատարեներ այդպես եւ այսպես տեսնում եք, բայց իրենք չինացիներ են եղել եւ ձերբակալեն 2023-ին, բայց մինչև հիմա չէին բացահայտել, որովհետեւ պոլիսը հետևում էր, ամենայն դեպս տեսեք ինչքան են պատրաստել, տեսնում եք այդ տակառների մեջ մեծ քանակով թմրեցուցիչ են պատրաստել եւ հիմա տատի պիտի տան այս անձնավորությանը, ում որ ասացի այստեղ։ Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից շարունակեմ ծրագիրը, ամերիկան աշխատում է զորք տեղատրի, ռազմօդանավներ տեղատրի Իրանի հարևան երկրներում, դա եմ ուզում ցուցադրել, իսկ ծրագիրը հովանավորում է Շահին Թուրն է հովանավորում ծրագիրը դեպի Ժապոնիա, այսպես կազմակերպել է թուր Ժապոնիայի համար 10 օր է, տեսնում եք այստեղ, 10 օր 9 գիշեր, ընդամենը $3490, այսինքն բոլոր ծախսերը ներառված, օդանավի եւ ուտելիքը, հոթելի, բոլորը այսքան է, անպայման օգտվեք այս ծառայությունից, մի քանի առավել տեղ չի մնացել, զանգարեք այս հեռախոսահամարին։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյանը, Մահտեսյան ատամնաբուժներն են հովանավորում ծրագիրը։ Այստեղ տեսնում եք Ալիվ փողոցի վրա է գտնվում այս ատամնաբուժարանը։ Ալիվ, այսինքն եւ Գլենոքսի ճիշտ հատման կետում է։ Անպայման այցելեք, իսկ ժամադրություն հարկավոր է զանգարեք այս հեռախոսահամարին։ Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Երևան Post նախ, եթե մինչ հիմա պիտի ծանրոց ուղարկեի $2.99 էր pound-ը։ Իրենք նաև եթե գումար պիտի փոխանցեք 1%-ով է կատարում։ Իսկ մեքենա կարող է ղրկել Հայաստան, փոք մեծ, տեսնում եք այստեղ սառցարան, լվացքի մեքենա, dryer, մահճակալ, mattress, բոլորը կարող եք ուղարկեք, իսկ ամենակարևոր ամեն տեղ, որևէ տեղ, ասացի $2.99 է, Երևան Post-ում այդպես էր, իսկ եթե դու, հիմա էլ $2.99, իսկ եթե դուք տակ իմ անունը Վրեժ ասեք, կամ Աղաջանյան Վրեժ ասեք, չի տարբերում, Վրեժի անունը տակ $1.99 է, գինը իջեցրեն են, որպեսզի դուք անպայման կատարեք այս։ Երևան Post գտնվում է Գրանդա Հիլզում է գտնվում։ Որևէ տեղ այսքան էժան առաջարկություն չկա։ $1.99։ Սա հեռախոսահամարն է, եթե Հայաստան պիտի ղրգեք օդանավով,
ամենաէժանը, որ մինչև հիմա Հարավային Կալիֆոռնիայում որևէ ընկերություն առաջարկել է, սա է, սրանից էժան մինչև հիմա չի պատահել, այսինքն ոչ ոք այս գինը չունի, բացի Երևան Post։ Ծրագիրը հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում է ծրագիրը 3 սրահ ունեն, եթե արսանիկ նշանտրեք կնունք ունեք, կարող եք կատարեք այդտեղ։ Ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glenox փողոցի հատման կետում է գտնվում, հեռախոսահամարը շատ հեշտ է 818600777 600777 Եթե տեղերի կարիք ունեք, կարող եք գնալ իրենց մոտից վերցնել կամ եթե զանգ արեք, կբերեն ձեր տանը կվերադառնա։ 2024 թվին նախագահ Թրամփը Ֆլորիդայում էր, այդ ժամանակ իհարկե նախագահ չէր, առաջին նստաշրջանը ավարտել էր 2021-ին եւ պատրաստվում էր 2024-ի տարեվերջին ընտրության նորից մասնակցի։ Եվ այս մեկ անձնավորություն Ռայան Ռաֆ այդ Ֆլորիդայում գնում է ռիզորտը, նախագահը այնտեղ ռիզորտ ունի, որ մարդիկ գնում են եւ ինքը նաեւ գնում է գալֆ է խաղում։ Ուրեմն 17 անգամ այս մարդը այցելում է, որ տեսնի ուր է նախագահ խաղում, ինքը իրեն վիճակը պատրաստում է, վերջ-վերջո կարողանում է մեկ անգամ հրացան ատրճանակ տանի այդտեղ նախապես թաքցնի, հետո մի օր գնա այնտեղ, պատրաստվում է, որ կրակի, այդպես էր երևի, կրակեր Թրամփին վրա։ Թրամփը լինում է ռիզորտի մեջ, բայց հեռու է լինում։ Իսկ հանկարծ ոստիկանությունը մեկը ասում է, կարծեք մեկ մարդ թաքնվել է ատրճան, իհարկե նախագահից շատ հեռու է լինում այդ վարքյանին, երբ որ անդրադառնում են, մոտիկ չէր, որ կարողանար կրակեր, ինքը թողնում, ամեն ինչը թողնում է, փախուստ է տալիս, հետո իրենց հերպակալում են եւ ամենայն դեպս դատավարությունը տեղի ունեցավ այդ ժամանակվանից, որ հերպակալվել էր, դատավարություն տեղի ունեցավ եւ վեճիրը տվեց դատավորը, որ տեսնենք այստեղ, տեսնում եք այս Donald Trump-ի International Golf Club գրված է, այս անձնավորությունը, որ միտեղ որ ծառեր են եւ ֆենսը կա, թաքնվել էր, ամենայն դեպս տեսնում եք, հետո փախչում է, բայց իրենց հերբակալում են, այստեղ մեջտեղում տեսնում եք, այս Ryan-ին տեսնում եք, ամենայն դեպս դատի տվին եւ դատավարությունը ավարտվեց, այդ տարածքներ այդ ժամանակ, այստեղ տեսնում եք իրեն Palm Beach, Ֆլորիդայում եւ ամենայն դեպս հիմա որոշեցին, որ 27 տարի մինչև ցմահ բանդարկություն է ինչ որ որոշել են իրեն համար, ուրեմն մինիմում 27 տարի պիտի մնա եւ հետո դիմի երևի եթե իրեն լավ պահի բանդում, բայց նկատի առնելով, որ ինքը շատ երիտասարդ անձնավորություն չի, նրանից հետո երևի դժվար կացություն կլինի իրեն համար։ Ես ուզում եմ նաև հիմա ես ցույց տամ այն մեկ ամերիկյան եւ որտեղ որ տարածքներում Ամերիկան պատրաստվում է նախագահի հրամանով, ասում եմ մենք բանակցում ենք Իրանի հետ, բայց պատրաստվում են, եթե հարկավոր է հարձակվեն։ Ինքը Ամերիկան միջին արևելքում շատ խարիսխներ ունի, այսինքն տարածքներ ունի, որ օդանավներ ունի եւ այլն ռազմօդանավներ ունի, այստեղ ես հիմա ուզում եմ ցույց տալ նախ, որտեղ միշտ ներկայություն է ունեցել Ամերիկան ներկայություն է ունեցել տարիներ է միջին արևելքում, ինչ տեսնում եք Ամերիկան Միացյալ Նահանգները, այսինքն որտեղ ունի կենտրոններ, խարիսխներ, այսպես զինվորական կենտրոններ, օրինակ այնտեղ Թուրքիայում տեսնում եք տարիներ է Թուրքիայում կարմիր կետերով այդտեղ տեսնում եք որ ունի, օրինակ ունեցել է Սաուդի Արաբիայում, Իրաքում մանավանդ երբ որ 2003 թվից մտան այնտեղ, այստեղ ուրիշ կղզիներ, փոքրիկ կղզիներում կարմիր կետերով տեսնում եք, որ մնայուն ունեցել են։
Հետո սևերը տեսնում եք, հետո ուրիշ խարիսքներ են ունեցել, սրանք նախքան այս վերջին ժամանակն է։ Իսկ հիմա նախագահ Թրամփի հրամանով տեսնում եք այս Սաուդի Արաբիա, այստեղ Եմենն եք տեսնում, այստեղ նաև այստեղ տեսնում եք նաև Օմանն եք տեսնում, ամենայն դեպս միշտ ունեցել է այդպես։ Հիմա նոր ինչ է ավելացել, այս սևերը կետերով ինչ որ տեսնում եք, ուրեմն ռազմանավ այստեղ ունի եւ 10 ուրիշ նավեր։ Նոր էլի ռազմանավեր այս կետում։ Տեսնում եք այդտեղ քառակուսի սա Persian Gulf, ուրեմն Պարսից ծոցում ունի այդպես, սրանք նորություն են առավել ինչ որ քիչ առաջ ցույց տվի ամենը, տեսնում եք այդ սև կետերը հեռավորության, նաև ուրիշ տեղերում, օվկիանոսում, միջերկրականում նոր ռազմանավեր եկել են այդտեղ, որ օրինակի համար այն Լինքոն ռազմանավը այստեղ է, մոտարապես 90 ռազմօդանավ կարող է F-35, F-A-18 ամենահզոր ռազմօդանավները մեջն է, այս նավերի մեջ են եւ հիմա տեսնում եք բոլոր այս սև կետերը, որ տեսնում եք առավել զինվորական սարքավորումներ է, որ բերեն են, նավեր են բերեն, ռազմանավեր են բերեն, որ եթե պետք լինի հարձակվեն կամ ռմբակոծեն Իրանը։ Իսկ նաև մի շաբաթ է, որ պատրաստված է, որ ամենախոշոր օդանավ, ռմբակոծող օդանավ, որ գիտեք հունիսին գնացին Ամերիկայից բարձրացան այդ օդանավները, գնացին ռմբակոծեցին Իրանը ու հետ վերադարձան։ Մի շաբաթ է նրանք էլ այսպես մասամբ պատրաստ են, որովհետև այդ օդանավներին մի պատրաստ են։ Ամենայն այս օդանավը, այս ռազմանավը ինչ որ այստեղ տեսնում եք, Էբրահամ Լինքոլնն է, որ ամենամեծ ռազմանավերից է։ Մի ուրիշ մեծ ռազմանավ նաև Վենեսուելայի մոտ է, որ Ջերալդ Ֆորդն է։ Նա սրանման խոշոր է, բայց նա ավել նոր ռազմանավ է, սա ավել հին է, բայց եւ այնպես այս նավի վրա է, որ ասացի 90 ռազմօդանավ կա եւ 8 հարկ է այս նավը, 5900 մարդ կա այս մի հատ նավի մեջ, զինվորականներ կան այս նավի մեջ եւ դրանքից ցույց տվի մոտարապես 10 ուրիշ ռազմանավեր կան, ոչ մեկ այսքան խոշոր չեն, բայց էլի շատ խոշոր են, բոլոր դրանք կան, պատրաստ են, որ այսպես գնան հարձակվեն Իրան, եթե նախագահը հրաման տա։ Նախագահը ասում է մենք բանակցության մեջ ենք, նպատակ չունենք հարձակվելու, բայց չգիտեք, կարող այդ ասում է, որ նրանք միամիտ լինեն, որ ավել հեշտ լինի հարձակվելը, չգիտենք, ինչ որ մինակ ինքը գիտի, որ ինչ կպատահի, ոչ ոք չգիտի նախագահի որոշումը ինչ է։ Զինվորականները ամեն ինչը պատրաստեն են, Ամերիկայի այսպես հրամանատարությունը բոլորը պատրաստեն են, նավերը այնտեղ են, օդանավները այնտեղ են, ամեն ինչ պատրաստ է, սպասում են, որ երբ որ նախագահը հրաման տա։ Գիտեք, Վենեսուելան նույն վիճակն էր 6 ամիս տևեց, մինչև որոշեցին հարձակվել ու գնացին այնտեղ Մադուրոին ձերբակալեցին, բերին Նյու Յորք։ Հիմա սա չգիտենք այս անգամ ինչպես կձևավորվի այս հարցը։ Ես ուզում եմ խոսել Նյու Յորք Police Department-ի մասին, որտեղ մի ընտանիքից զանգ են տալիս Police Department-ին, ասում են, որ մեր տղան վտանգավոր տանակ է վերցրել, սպառնում է, ասում է մեկի վնասել է, police ասում է ոչ, հետո police ամենայն դեպս գնում է։ Այս տղան այդ խոշոր տանակը, որ քիչ հետո կտեսնեք, տեսնում եք այստեղ բնակարանի մեջ իր քույրը, մայրը, դրանք այդտեղ են, իրեն տեսնում եք, այնտեղ ասում են մի գնա տանակն է, police-ը գալիս է դուռը բացում է,
Սա ավել բարկանում է տղան եւ ոստիկանը հետ են անջում դուրը փակում է, բայց տեսնում է որ գալիս է ամենայն դեպս կրակում է իր վրա։ Նախապես երբ որ 911 զանգում են, ասում են ինքը արդյոք violent է, ուրեմն կարող է արձակվի եւ այլն, հեռախոսողը ասում է չէ, այս վարքյանից ոչ, հիմա բաժակ է գցում կամ բաժակ է նետում, թափում, թալում իրենց դեմ, բայց որևէ մեկի չի խփում բաժակով։ Այստեղ տեսնում եք դուռը բացում են, փոլիսը գալիս է եւ երբ մտնում է ներս, այդ երիտասարդը ավել բարկանում։ Ամենայն դեպս երբ որ տանակով տեսնում եք մոտենում է փոլիսին, փոլիսը կրակում է, վիրավորվում է տղան, բայց չի մահանում։ Բայց խիստ վիրավորվում է, իրեն հիվանդանոց են տանում, տանակն է, տեսեք ինչ խոշոր տանակով գալիս է որ ոստիկանին սպանի։ Այսպես տեսնում եք հետո շրջապատում են, իսկ ընտանիքը հիմա այդ տղայի բարկացած է, ասում են մենք 911 կանչեցինք, որ ամբուլանս կա, բժշկական խնամք տա այս մեր տղային, emotional distress, հոգեկան խանգարումներ ուներ դրա համար, բայց գիտեք այստեղ երբ որ 911 է կանչում, ամենաառաջինը ոստիկանն է գալիս, եթե հրդեհ է, ֆայրը գալիս է, բայց ոստիկան էլ գալիս է, բայց եթե ոչ միշտ ոստիկան, այստեղ Մամդանի, տեսնում եք Զոհրան Մամդանին նոր ընտրյալ, այսինքն նոր աշխատանք սկսող քաղաքապետն է Նյու Յորքի, որ ասում են մենք պետք է սիստեմ փոխենք, որ այսպես լինի, որ երբ որ նման հարց լինում է, փոլիսը չլինի, որ գնա այնտեղ եւ նման դեպքեր պատահի, նրանք որ հոգեկան խանգարումների մասնագետներն են գնան խաղաղություն բերեն, բայց ոմանք նաեւ ասում են եթե տանակ է վերցրել ինչ տարբերություն ուրիշը կամ եթե ատրճանակ են երբեմն վերցնում հոգեկան խնդիրներ ունեն ինչ պիտի անի անձը որ դժվար կլինի վտանգավոր է այս հարցն է որ հստակ չի որ ժամանակ որն է ճիշտ ոստիկան գնա թե հոգեկան խանգարումների մասնագետը գնա որ խաղաղեցնի վիճակը ես պիտի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարի շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ մեկ հոգի մեքենա է վարում իրեն կանգնեցնում են ձերբակալեն տեսնեք ինչ է մեքենայի բագաժնիկում սնդուկում թրանքում ինչ են գտնում դրա մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը եթե ավտովթար ունեք accident ունեք անպայման զանգահարեք իրենց գրասենյակը այս հեռախոսը համարի Չոփուրյանները երեքն էլ փաստաբաններ են առաջարկում են որ accident-ի կամ ավտովթարի ժամանակ ձեր մտահոգությունները հանձնեք իրենց ծրագիրը հովանավորում է Jora Transportation հովանավորում է սա 7 հոգանոց 7 հոգու տարողությամբ մեքենա է եթե դուք հարսանիք ունեք եթե ցանկություն ունեք փարթի եք տալիս ուզում եք բերեն իրենց եւ տանեն տնից որ եթե խմիչք հանգիստ կարողանան օգտվեն մեքենա չվարեն երբ որ խմիչք են օգտագործել եթե կոնցերտ պիտի գնաք եթե vacation ճամփորդություն պիտի գնաք կարող եք վարձել Լաս Վեգաս պիտի գնաք երեխա ունեք դպրոց տանեն ամեն օր երեկոյան վերադարձեն այս հեռախոսահամարներից մեկին զանգահարեք դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը ալերժի եւ ասմայի մասնագետ է հեռախոսահամարը տեսնում եք այստեղ զանգահարեք ժամադրության համար Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն ձեզ առաջարկում տարատեսակ դաշնամուրներ տարբեր երկրներից բերված գտնվում է Arroyo Parkway Pasadena-ում Glendale-ին շատ մոտ է Pasadena-ում է անմիջապես Glendale-ին մոտ մի 10 րոպե է Glendale-ից 600 դաշնամուր այնտեղ կա $1,000-ից մինչև $500,000 դաշնամուր կգտնեք եվրոպական դաշնամուրներ, ամերիկյան, ժապոնական, չինական, կորեական
որևէ տեսակ գտնենք։ Դոկտոր Թավանսին է ովանավորում ծրագիրի երկու կարևոր կենտրոններ։ Իհարկե ինքը 5-6 օֆիսներ ունի, բայց ամենայն դեպս Գլենդելում Ջաքսոն եւ Կոլորադո փողոցի ճիշտ հատման կետում է։ Իսկ Orange County-ում իր ամենանոր գրասենյակը բաց է արել Orange County-ում, սա երախոսահամարն է իրեն Orange County-ում եւ գտնվում է Orange County-ի բնականաբար 31 տարվա փորձառություն ունի։ Եթե ագնոցի կարիք ունեք, եթե աչքի ջուր է հոսում, եթե վիրահատության կարիք ունեք, որովհետեւ վիրահատող բժիշկ է նաեւ դրանից, որ որևէ հարց ունեք աչքի, ինքը ձեզ կնայի եւ կօգնի ձեզ այդ հարցում։ Ուրեմն Orange County-ում սա երախոսահամարն է։ Բոլոր նրանք, որ Orange County են ապրում, իրենց ազգականներին, բարեկամներին շրջապատում ասեն, որ նոր կենտրոնը բացված է, սա երախոսահամարն է Orange County-ում։ Եթե Pasadena եք ապրում, նաեւ իր գրասենյակը այնտեղ կա։ Կվերադառնա։ Police Denver-ում մեկ անձի մեքենան պահում տեսնում է ծուռումուռ է գնում, գալիս է police-ը մոտենում է, տեսնում է, որ խմիչք է օգտագործել, չգիտե ինչ է կատարում։ Բայց ինքը ասում է, որ երեխաներս այստեղ են, եւ ինքը մեքենայի մեջ է, մինակ ինքն է, երեխա գոյություն չունի։ Ամենայն դեպս police-ը գնում է բագաժնիկը, այսինքն սանդուկը մեքենայի, trunk-ը, բացում է, տեսնում է 3 երեխային դրեն է այդտեղ եւ փակել է։ Ես միայն պատճառը այս ձեզ հիմա շարունակենք տեսնեք, այսպես տեսնում եք, երեխաների դեմքը ցույց չեն տա, ամենայն դեպս վարորդին ձերբակալում են, բայց ուզում եմ իրեն նախ հարցում են ուր ես գնում, պատասխան է տալիս, մեքենայից անում են, տեսնում են չի կարողանում քայլի, բայց ամենայն դեպս այդ 3 երեխային անում են։ Ես ուզում եմ միայն հիշեցնել, որ եթե շանը կենթանի մարդու երեխա մեծ չափահաս փոքրին տնեք թրանքի մեջ, բագաժնիկի մեջ մեքենայի եւ վարեք, այնպես է լինում, որ անձը խեղդվում է։ Ուրեմն սա բախտեր բերե, որ այդ 3 երեխային կարողանում են այդտեղից հանել, խնդրեմ չեն ունենում։ Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել Բալթիմորում մեկ 7 տարեկան երեխա ատրճանակը վերցնում է, գնում է դպրոց եւ երկրորդ բաժանմունք է լինում այս 7 տարեկանը եւ ատրճանակը հանում է կրակում է, բայց ատրճանակը որ կրակում է շատ ուժեղ է, միայն հենց ինքն է վիրավորվում, շարունակե։ Այստեղ տեսնում եք այս դպրոցներ, police-ը գալիս է, երեխային տանում են, ծնողներին են կանչում այս 7 տարեկանին, այստեղ տեսնում եք Freetown դպրոցն է, որի դեպքը պատահել էր։ Հիմա ուզում եմ խոսել Լոս Անջելեսի մասին։ Բանից դուրս է գալիս, որ Pacific Palisade, երբ որ հրդեհ տեղի ունեցավ, մեծ վնաս եղավ այս տարածքին, որը Մալիբու այդ շրջանները, հիմա թվում է, երբ որ զեկույց են պատրաստել, աշխատել են այդ զեկույցը այնպես միցև մեղմացնել, հիմա շարունակենք եւ մեղադրում են ոմանք քաղաքապետին, այստեղ տեսնում եք, որ հիմա այս տարի պետք է ընտրության, վերընտրության տեխնացու է ուզում են նորից դառնա քաղաքապետը Լոս Անջելեսի, տեսնում եք այս հրդեհը ինչ որ հունվարի 7-ին պատահել էր, մարդիկ մահացան այդտեղ, հարյուրավոր բնակարան լրիվ հրդեհվեցին, ուրեմն հրդեհ տեղի ունեցել հունվար 7-ին, ինչպես ասացի, Կալիֆոռնիայի, ուրեմն Լոս Անջելեսի Fire Department-ը երբ որ պատրաստում է, ուրեմն ասում են, որ զեկույց պատրաստելուց հետո մի ձև են անում, որ ավել մեղմ երևա, մեղավոր չդառնան ղեկավարությունը, քաղաքապետուհին այս քաղաքի, տեսեք բոլոր շենքերը։ Իսկ ինքը ասում է, Քարեն Բաս ասում է, որ ինչ որ ասում են ճշմարտություն չունի
եւ այդպես բան չի պատահել, որ մենք ուզենանք այդ ինչ որ դեպքը տեղի ունեցել, մեղմացնել կամ փոխել, այդպես չի ասում ենք, հիմա երևի ուրիշ մեծ այսպես հետաքրքրություն կլինի, հետաքննություններ կլինի, ես այդ ժամանակ հնարավորությունը կունենամ ձեզ բացատրելու։ Ես ուզում եմ ցույց տալ այսօր նախագահ Թրամփը ասում է, այստեղ տեսնում եք իր կամ իմ ձեր ծախում JD Vance փոխնախագահին եք տեսնում եւ ձեր աչում Թրամփի ծախում, ձեր աչում կամ էկրանի աչում Ֆլորիդայի նախկին սենատոր եւ հիմա արտգործ երկրի արտգործ նախարարին եք տեսնում այստեղ, որտեղ երկուսն էլ ցանկություն ունեն դառնան հաջորդ 4 տարի հետո ռիփաբլիկանների, տեսնում եք այստեղ երկու անձնավորությունը, որ շատ հավանական է, որ իրենց Մարկո Ռուբիոն տեսնում եք աչում հավանությունը իր այսինքն տեխնատություն տնեն։ Հիմա շատեր խոսում են, որ հիմա այս երկուսը հավանություն շատ ունեն։ Իհարկե JD Vance-ը երբ որ վերջին անգամ ռիփաբլիկանների տեսնելով ինչքան հավանություն ունի, 40%-ով հավանություն ունի, որևէ ուրիշ մարդ, դրանց մեջ նաև Մարկո Ռուբիոն 10 քանի տոկոս եւ ավելի ներքև հավանություն ունեն։ Ուրեմն դժվար է մտածել, որ ինքը ընդունի դառնա Մարկո Ռուբիոյի փոխնախագահը։ Թվում է, որ Մարկո Ռուբիոն կդառնա իր փոխնախագահը ընտրությանը մասնակցելու համար։ Ես մի տաթար վերցնեմ եւ վերադառնամ տաթարից Winter Olympic-ի մասին խոսեմ եւ շան մրցություն կար, որ շուն ամենագեղեցիկն է, ամեն տարի այս ժամանակ ձեզ ցուցադրում եմ, ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Court Furniture գտնվում է Glendale-ում, այսինքն գտնվում է 339 North Central փողոց եւ Մրթելի հատման կետում, Orange County-ում 405 Freeway եւ Euclid։ Santa Ana-ում խանութ ունի, Ամերիկայում մեկ խանութներ ունեն, 100-ից ավել խանութ ունի, նոր մատրես եթե պիտի գնեք, գրասեղան, սեղան, աթոռներ եթե պիտի գնեք, այդտեղ այցելեք։ Ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիր։ Raffi's Market գտնվում է Բրբանկում, պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Անրեղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում կամ accident ունեք, այստեղ զանգ արեք։ Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք եք հայլում եք, շնչասպառ եք լինում, այս հեռախոսահամարին զանգեք։ Orange County-ում կենտրոն ունի Commerce Encino Glendale 616 East Glenox փողոց։ Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինիբաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, կոշիկները առաջարկում հատը $10 զույգ, այսինքն $10։ Այնինչ որ այստեղ տեսնում եք օրինակները, զույգը $10, սրանք արտասահմանից բերված կոշիկներ են։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիր, այս մեքենան, որ կարող եք միսը մանրացնել, կարող եք ինչ-որ կանաչի եւ ուրիշ դտում, բանդրջան եւ պամիդոր միջում փոքրացնել որևէ ճաշ պատրաստելու համար, Անաշե գիֆտ 1937 West Glenox փողոց է գտնվում, կվերադառ։ Հյուսային Իտալիայում այս ձմեռային օլիմպիայի խաղեր պիտի սկսվի, եթե այստեղ ցուցադրենք Snoop Dogg ճանաչված անձնավորություն, Ամերիկայի տրոշակ եւ ջահն է ինչ որ կրում է այդտեղ, որ ամերիկյան թիմը այդտեղ ինքը դարձել է honorary պատվո coach, այսպես իրեն տվել են այդ ջահը տվել են։ Իսկ ամենավերջում Westminster Kennel Club-ն եմ ուզում ցույց տալ։ Ամեն տարի այս ժամանակ շների մրցություն է լինում, գեղեցիկ քայլողը, գեղեցիկ շունը։ Այս տարի այս շունն է, ինչ որ հաղթեն է, այդտեղ տեսնում եք Doberman Pinscher,
Դոբերման Փինչերն այս տարի 150 տարի է որ այս մրցությունը տեղի ունենում այստեղ տեսնում եք Մալթիզեր, հետո Աֆղան, Հանդ, հետո Լասո Ափսո տեսակ, Լասո Ափսոին տեսնում եք այստեղ English Sheepdog տեսնում եք եւ նաեւ Chesapeake Terrier տեսակ, Chesapeake Terrier-ին տեսակ, դրանք վերջնական այդ մի քանիսի միջից այս Doberman-ը եղավ վերջնական այստեղ տեսնում եք նաև կոշիկը երբ որ պրոբլեմ է ունենում Քաթրին Օհարը որը արվեստագետ էր մահացել է նաև այդտեղ գնահատեցին ինչ տեսնում եք այս շունն է ամենայն դեպս մրցանակը շահել եւ տասնյակ հազար տիրոջ կտան հետաքրիր այս անձը ինչ որ իր հետ վազում է տերը առաջի անգամ չի մոտարապես 37 տարի առաջ նորից շահել էր էլի նույն տեսակի շունով 37 տարի այսքան տարի հիմա նորից հետ է վերադառնում Andy Linton անունով եւ հաղթանակը շահում է մեկ նոր այս Doberman Pinscher-ի այդ տեսակի Doberman-ները երբեմն շատ ավել մեծ են լինում, սա ավել նոր տեսակներ ինչ որ տեսնում եք դարձել է ամենասիրված, ամենագեղեցիկ, ամենասիրուն քայլող եւ այսպես այս Westminster շան մրցության մեջ հաղթանակ է շահել։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, միշտ օր հանդիպում։